Այն, որ մենք ձգտելու ենք դառնալ լուրջ բևեռ եւ հասարակությունը այլընտրանք ունենա, հասարակությանն առաջարկենք այլընտրանք, դա վստահ եմ կարող ենք։ Այսինքն հիմա այլընտրանք գոյություն չունի, կարծում եք։ Ցավոք սրտի հիմա չկա մեկ բևեռ, որի շուրջ հասարակությունը համախմբվի։ Չկա այդպիսի բևեռ, ցավոք սրտի իշխանական ընդդիմադիր դաշտում չկա այդ բևեռը։ Իսկ որտեղից վստահություն որ կլինի։ Մեր ձգտումը լինելու է դա, մենք տեսնում ենք այդ ներուժը։ Բնականաբար հիմա այսօր ասել, որ որը ինչ մակարդակի, դա աշխատանքով կերևա։ Մենք գնում ենք դրան։ Ես դուրս եմ եկել Զոր հայրենիքից։ Ես հիմա մտնում եմ այս կուսակցություն։ Բայց Զոր հայրենիքից դուրս եմ եկել ոչ թե նրա համար, որ ինչ-որ խնդիրներ են, դեղ իմ ընկերներն են, դեղ մնում են ընկերությունը։ Սրտի խորքում էսպես ԲՀԿ-ով եկել եք խորհրդարան, Ես ԲՀԿ-ի անդամ չեմ եղել, ԲՀԿ-ի հետ նորմալ մարդկային հարաբերությունները պահպանված են իմ, ԲՀԿ-ից քաղաքական թիմից դուրս գալը հիմա չի, դա մի քիչ ավելի վաղ ժամանակ էր, երբ որ որոշակի տարաձայնությունների արդյունքում մենք բարեկամաբար բաժանվեցինք։ Խոսքը գնում է քաղաքական թիմի, քաղաքական գործընթացների մասնակցություններից։ Իմ մասնակցությունը քաղաքական որոշումներ կայացմանը ԲՀԿ-ի վաղուց է դադարած։ Եվ ես չունեմ խնդիր դուրս գալու, ես խմբակցությունում մնում եմ, որովհետև այդպիսին է կանոնակարգը։ Որևէ խնդիր չունեմ ես, ասենք, հիմա այլ կուսակցության մեջ մտնելու։ Պահվում է իմ ֆրակցիայի անդամ լինելը։ Դու կարծում եք Էլինարին համոզելու խնդիր կա, ասենք որևէ քայլ անելու նա շատ ինքնուրույն մարդ է եւ ինքն է որոշում։ Իսկ ինչու ոչ։ Ես որևէ բան չեմ բացառում։ Մենք համագործակցելու ենք բոլոր ուժերի հետ։ Այդ թվում ՀՀԳ-ի հետ։ ՀՀԳ-ի հետ, եթե մենք հիմա կհամագործակցեինք, եթե ընտրական օրենսգրքի շուրջ իրենք գնային ինչ-որ բաների, այս հարցի շուրջ մենք պատրաստ էինք, մենք մի քանի անգամ դիմել ենք, որ պատրաստ ենք մասնակցել քննարկումներին, միասնաբար ինչ-որ բան անելու, բայց ցավոք սրտի տեղի չունեցավ։ Համախմբվում եք, որ ինչ անեք, համախմբվում եք, որ հեղափոխություն անեք, համախմբվում եք, որ ընտրական ճանապարհով գնաք, երբ ընտրական գործընթացը Հայաստանում չի կայանում այդպես էլ, ինչ եք անում։ Համախմբում եք ձևավորվի մի բևեռ, որը իսկապես այլընտրանք դառնա, ժողովուրդը ունենա այլընտրանքը։ Համախմբում ենք, որ ունենանք այնպիսի բևեռ, որը կարողանա որոշակի ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա, որը կարողանա որոշակի ինչ-որ ձևով նույնիսկ քաղաքական օրակարգ թելադրել երբեմն որոշ հարցերի շուրջ։ Բազմաթիվ խնդիրներ կան, որ մենք կարծում ենք շատ այլ հարցերում ասում ենք կարմիր գիծը անցել ենք, մենք կարծում ենք, որ կարմիր գիծը շատ տեղերում է անցած, մենք ուզում ենք ունենալ նորմալ երկիր, սա է նպատակը։ Պարոն Մարգարյան, ինչու պիտի ժողովուրդը ձեզ հավատա, որովհետև Վարդան Օսկանյանը ժամանակին եղել է իշխանություն, նրա գործունեությունը տեսել է, նա իշխանության շրջանից ժողովուրդը գոհ չի եղել, եւ նախաձեռնող խմբի մյուս անդամները այդպես վառ արտահայտված անհատականություններ չեն, որոնց ժողովուրդը պիտի հավատա եւ գնա։ Ես համարում եմ, որ նախաձեռնող խմբի անդամները բավականին վառ անհատականություններ են եւ հույս ունենք, որ ժողովուրդը կհավատա։ Ավելին, ես ունեմ բավականին վստահություն, համենայն դեպս մեզնից ամեն մեկը իր կյանքով բավականին բան է ցույց տվել։ Բավականին դրական իմիջ վաստակել է, բավականին ծանր իրավիճակներից անցնելով։ Եվ այդ վստահությունը դա թելադրում, բայց ավելի շատ ես կարծում եմ, որ մենք հիմա մեր աշխատանքով պիտի նաև ձգտենք դրան։ Կարծում եմ, որ մենք կարողանանք դա անել, հասնել դրան։ Հիմա մենք այսօր հայտարարել ենք, մենք ունենք բավականին կառուցվածքային խնդիրներ լուծելու հարցեր, մենք ունենք բավականին անելիքներ, մենք աստիճանաբար ցանկացած հարցեր կգանք, միջոցառումներ շատ կլինեն, կիմանաք։ Չեմ կարող օրը ասեմ, դա շատ չի ուշանա։ Դե համենայն դեպս երբ հայտարարեցինք համագումարի օրը, դրանից մեկ ամիս հետո պետք է լինի։ Հիմա դեռ օրը չենք հայտարարել։ Իրավական գործընթացներ կան այնտեղ։ Պարոն Մարգարյան, ով է ֆինանսավորելու ձեր կուսակցությունը։ Ես չեմ կարծում, որ կուսակցության համար շատ մեծ ֆինանսական խնդիրներ են պետք լինելու։ Մենք չենք գնալու այնպիսի բաների, արատավոր երևույթների ընտրություններում փող բաժանել կամ չգիտեմ ինչեր։ Ես կարծում եմ, որ այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի, մենք կկարողանանք հայթայթել։ Քոչարյանը հնարավոր է։ Ես հիմա որևէ աղբյուր չեմ կարող ասել, թե ով ինչ կունենա։ Ես ասում եմ, մենք վստահ ենք անհրաժեշտ գումար, որը պետք է, մենք հայթայթենք։ Պարոն Մարգարյան, եւ այս կուսակցության ստեղծվելու նախաշեմին այդ դուք Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եք ձեր ծրագրերը ներկայացնել։ Նա շահագրգռված է արդյոք։ Ոչ։ Հանդիպում չի եղել, կարող եմ այդքան ասել։ Ներկայում հավանականությունը որքան է Քոչարյանը միանալու։ Գիտեք, միանալ ասելը շատ հարաբերական բան է։ Ես
մի քանի անգամ հայտարարել եմ, որ ես ինքս չեմ խորշում ցանկացած քաղաքական գործիչի, ցանկացած կառույցի, ցանկացած քաղաքական ուժի հետ հարցեր քննարկելու, համագործակցելու, համատեղ ինչ-որ խնդիրներ լուծելուն, եթե դա իմ պատկերացումների շրջանակներում է։ Այս մասշտաբով ցանկացած բան հնարավոր է։ Պարոն Մարկարյան, ինչ վառ անհատականություններ կան ցուցակում։ Նայեք, կարդացեք, տեսեք։ Ինչպես համոզեցիք Մանվել Եղիազարյանին իբրև ազատամարտիկի ջոկատի ղեկավարի ներգրավել Խնդիր չի եղել։ իմացել է ինքն է Որևէ նախաձեռնել։ մեկին համոզելու խնդիր չի եղել։ Եղել են քննարկումներ, ամեն մեկը իր պատկերացումները ասե, մենք ասել ենք ես իմն եմ ասել, պարոն Օսկանյանն իրենն է ասել, Մանվելի իրենն է ասել։ Արտակ Բշտիկյան ինչքանով է վառ անհատականություն։ Դե երևա գործնեության ընթացքում։ Հանուն նրա պետք է օրինակ ձեր կուսակցությունը հավակնեն ձայն տան։ Դե ես չեմ կարծում, որ մի հոգու հանուն, նույնիսկ հանունինց ես չեմ հավակնում, որ հանունինց ինչ-որ բան է։ Դա պետք է լինի հանուն գործնեության։ Կուսակցությունը չպիտի որոշվի անձերով։ Մենք ճիշտ ասած ես հիմա ասեմ նոր-նորից ասում էին Օսկանյանի կուսակցությունը։ Այդպես հնչում էր, որտեղ պարոն Օսկանյանը հայտարարել էր։ Այս պահից դա կուսակցություն է ընդհանրապես։ Որևէ մեկի, որևէ մի անձի կուսակցություն չի լինելու, որևէ մի անձի շուրջ չի լինելու կուսակցությունը։ Լինելու է ամեն մեկը իր պարտականություններն իմացող, իր անելիքներն իմացող մարդկանց խմբի գործնեություն։ Առանց Վարդան Օսկանյանի պատկերացնում եք, ոչ թե ուսումնասիրեք անձերի։ Բայց ինչու պատկերացնենք առանց իրեն։ Ասենք դուք կարող եք փոխություն կլինի։ Օսկանյանը չհայտարարել մենք կանեինք թե չէ։ Կարծում եմ այո նույնիսկ։ Այսինքն դուք ունեիք այդպիսի նախաձեռնություն, որ անգամ Կուսակցություն ստեղծելու հարցը մեր մեջ վաղուց քննարկվում էր։